Այս երիտասարդն ամեն օր հարազատ կողմ գյուղից պատրաստ է հեռանալ ցանկացած ուղղությամբ, ապահովություն է փնտրում առանց անասնապահության։ Աշխատանք չկա, ոսկի անասնապահություն թեթև։ Նրան Ռուսաստանից արդեն հրավիրում են շինարարության վրա աշխատելու, դեռ մտածում է։ Կողբեցի թոշակառու Լավրենտի Բարսեղյանի միակ եկամուտը 27,000 դրամ թոշակն է, հարազատ որդուն այդ գումարը ոչ մի լավ բան չի խոստանում։ Իմ տղեն 32 տարեկան տղա չի ամուսնանում, աշխատանք չունի, ասում ոնց ամուսնանամ, քուլպատ պեհեմ, քուլպատ գիտեք չէ, հա, ընտանիք պեհեմ։ Կողբեցի թոշակառու Վալոդիա Բարսեղյանը Հայաստանի անկախությունից ի վեր դժգոհ է գյուղից, կյանքից եւ թոշակից։ Չնայած դրան պարտադիր մասնակցել է տեղական եւ համապետական բոլոր ընտրություններին, ամեն անգամ իր համար գտնելով քվեարկելու նոր պատճառ։ Լավը գուշակելով ասում ենք տենանք էլի, այս անգամ ոնց կլինի։ Վերջին 20 տարվա մեջ իր կյանքում ոչ մի դրական փոփոխություն չարժանագրած այս մարդը առաջիկա ընտրություններին հաստատ երկու հոգու ձայն չի տա։ Գագիկ Ծառուկյանին եւ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Սերժ Սարգսյանի մասին դեռ կմտածի։ Դա արդեն տենանք էլով կա, ես ինչ գիտեմ։ Կողբ գյուղի համար ինչ լավ բան է արել Հայաստանի գործող ղեկավարը, գյուղացի Վալոդյան ոչինչ չի կարող ասել, հանրապետական գյուղապետը կարող է։ Վերջին անգամ գյուղի խնդիրների մասին հիշել է Համաշխարհային բանկը 2003-2004 թվականներին։ Համաշխարհային բանկի միջոցով մենք ջրագծեր ենք խմել ու ջրագծեր ենք անցկացրել, ռոկման ջրագծեր ենք անցկացրել 2003-4 թվականներին։ Ըստ գյուղացիների ոչ մի իշխանություն չի փորձել լուծել մոտ 6000 բնակիչ ունեցող գյուղի հիմնական խնդիրները, ճանապարհների եւ աշխատատեղերի հարցը։ Երրորդ անգամ արդեն գյուղապետ ընտրված Արամ Այսաբովյանը վճռական է, պատրաստ եմ լուծել բոլոր խնդիրները։ Մայր Աշակյան, Տիգրան Բադալյան, IPF։